2023 թվականի փետրվարին Գեղարքունիքի մարզում տեղակայված Աղբրաձորի զորամասում վիճաբանություն ծեսկրտուք էր հնչել։ Գլխավոր դերում եղել էր զորամասի հրամանատար փոխգնդապետ Հայկ Ասարյանը, ով աշխատասենյակում ծեծի էր ենթարկել իր ենթակա սպաներից մեկին՝ լեյտենանտ Գուրգեն Ճաղարյանին։ Պատճառը նրանում էր եղել, որ սպա Ճաղարյանը թմրանյութ էր առաջարկել եւ օգտագործել էր ենթակա ժամկետային զինվորի հետ, որի մասին տեղեկացրել էին զորամասի հրամանատարին։ Իսկ հրամանատար Ասարյանը փորձել էր այդ հարցի լուծումը տալ իր աշխատասենյակում, որն էր վերածվել էր ծեսկրտուքի։ Արդյունքում Ասարյանն իր աշխատասենյակում ծեծի էր ենթարկել սպային, որին հաջորդել էր Ճաղարյանի եւ ընկերների այցը ոչ ուժամի զորամաս, որպեսզի հրամանատարից վրեժ լուծեն։ Սակայն նորից ծեսկրտուք էր տեղի ունեցել եւ հրամանատար Ասարյանը դիմել էր զենքի գործադրմանը եւ կրակոցներ արձակել։ Ըստ տեղեկությունների այդ դեպքն արդեն 2 տարի է քննվում է եւ որևէ մեկը չի պատժվել։ Ավելին տեղեկություններ կան, որ փոխանակ հրամանատար Ասարյանին դեպքից հետո ազատ էին պաշտոնից, վերջինիս ուղարկել են վերապատրաստման, որպեսզի հետագայում նշանակեն ավելի բարձր պաշտոնի, քանի որ ըստ տեղեկությունների նա շատ լավ է ներկայիս ՊՆՂ կազմի հետ։ Համնու լրատվականը հասկանալու համար թե վերանշալ դեպքով քրեական վարույթ կա, թե ոչ դիմեց քննչական կոմիտե, որտեղից ի պատասխան հայտնեցին, որ քրեական վարույթը նախաքննության փուլում է։ Մենք կհետևենք քրեական վարույթով զարգացումներին հասկանալու համար, թե ի վերջո ովքեր հայտնվեցին մեղադրյալի աթոռին։